Ես երևի վերջի անգամ դիմում եմ ձեզ առնվազն այս ընտրարշավի շրջանակներում, գուցե նաև ընդհանրապես մենք վաղ ունենք լռության օր, իսկ Կիրակի օրը դուք որոշելու եք Հայաստան լինելու է, թե չէ։ Շատ պարզ, շատ կարճ։ Սա այն ընտրությունը չէ, որ մենք ասենք դե հիմա չգնացինք 5 տարի հետո ինչ որ բան կփոխվի, կամ դե գնամ չգնամ, ինչա փոխվելու, դե որ ոչ մեկը իմ դուրս չի գալի եւ այլն եւ այլն։ Սա այն ընտրությունը չէ։ Դուք որոշելու եք Հայաստան լինելու է, թե Հայաստան չի լինելու։ Թե մենք դառնալու ենք Ադրբեջանի կամ Թուրքիայի կազմում Էրմենիստան ավտոնոմ ինքնավար հանրապետություն։ Եթե դուք չեք սիրում նախկիններին, բոլորս գիտենք, որ շատ սխալներ են գործել, բոլորս գիտենք։ Կան նոր ուժեր, այնտեղ մի քանի նոր տեխնացու կա, իրենց ձեր ձայները տվեք։ Եթե դուք հավատում եք նախկին ղեկավարությանը, Աստված ձեզ հետ գնացեք իրենց քվեարկեք։ Նոր մարդիկ եք ուզում, նոր մարդ կա։ Գնացեք, մենակ տանը մի նստեք։ Ինչու՞։ Դուք գիտեք, որ այս անձը ցավոք սրտի կարողացավ իր աղանդի մեջ քաշել որոշ մարդկանց, որոնք կորցրել են մտածելու իրենց ունակությունը։ Այդ նույն մարդիկ են, ովքեր ասում են մեր ու մանուկ մորթի թուրքը մեկա ես իրան ձայն կտամ։ Երեք տեսա Հայկ Մարությանի շատ լավ կազմած վիդեոյում, տեսա չի կարողանում հավատալ։ Կինը ասում է իմ թորներիս էլ մորթեն, ես իրան ձայն կտամ։ Իրա որոշ բաները ուտեմ։ Տղամարդը ասում է իրա որոշ բաները ուտեմ։ Ինչ էլ լինի իրան ձայն կտամ։ Սա հիվանդություն է, շատ ծանր հիվանդություն է աղանդի անդամ լինել։ Այս մարդկանց գուցե ապագայում հնարավոր կլինի բուժել, բայց Հայաստանը մենք հետ չեն կարողանալ բերել։ Եթե դուք չգնաք ընտրությունների, այս աղանդի անդամները որոշելու են մեր ապագան։ Իսկ եթե նա ընտրվի, որևէ կասկած չունենաք, որ լինելու է հետևյալը։ Ես շատ զգուշ եմ կանխատեսումներ անում, բայց կներեք, որ գլուխ եմ գովում։ Վերջի 30 տարվա ընթացքում ես չեմ սխալվել։ Ես ասել եմ, որտեղ է լինելու պատերազմը Ուկրաինայում, այդպես էլ եղավ։ Ես ասել եմ 16 թվականին, որ Ադրբեջանը վերադառնալու է դրոններով եւ հաղթելու է, այդպես էլ եղավ։ Ես ասել եմ երբեն Թուրքիան եւ Ադրբեջանը ոչնչացնելու Ղարաբաղը եւ երբեն նրանք պահանջելու մեղրին։ Ամեն ինչ ասվել է։ Կներեք իհարկե, որ գլուխ եմ գովում։ Հիմա ինչ եմ ես տեսնում։ Սա անխուսափելի է։ Եթե այս մարդը ընտրվի, նա շարունակելու է կատարել Ալիևի բոլոր պահանջները։ Մինչև օրս, ինչպես ես շատ անգամ ասել եմ, մի անգամ չի եղել, որ նա ասի չէ։ Ինչ այդ մարդը ասեց, նա արեց։ Ղարաբաղը ոչնչացրեց, մեր եկեղեցու վրա հարձակվեց, մեղրին զիջեց, անկլավները զիջեց, ցեղասպանության մասին ասեց չխոսանք, Արարատը մեր անձնագրից հանեց, Սփյուռքի հետ մեզ կռվածրեց, ամեն ինչ արեց։ Ասեց մեր պատմությունը, մեր թշնամին եւ այլն։ Հիշեք, որ մի մարդ, որ մի անգամ է խափում ու դավաճանում, ոնց որ Ղարաբաղցիներին խափեց ու դավաճանեց ու գցեց։ Մի մարդ, որ ասում էր Զանգեզուրի միջանց չի լինի, հետո բացեց, շատ լավ էլ բացեց մեղրին, հիմա հանձնեց։ Այն մարդը, որը խափել է եւ գցել է Ղարաբաղցիներին, վաղը խափելու է եւ գցելու է ձեզ։ Վաղը նա ասելու է Երևանում էլ են ադրբեջանցիներ ապրում։ Իդեպ դա այդպես է։ Նա ասելու է Երևանում էլ են ադրբեջանցիներ ապրել։ Ես երբ եմ ասել, որ Երևանը հայկական է։ Իրա վրա ոչ իման բռնացնել չի լինում։ Սա մուտիլովշիկ, սուտխոսան, վախկոտ, տապալված լրագրող է։ Իրա վրա բան բռնել չի լինում։ Նա անընդհատ իր խոսքը փոխելու է։ Հիմա ես ձեզ ասում եմ, որևէ կասկած չկա, որ լինելու են հետևյալ հետևանքները։ Առաջինը, Ալիևը անընդհատ կրկնում է, որ մոտ 1 միլիոն, ոչ թե 300,000, նա ասում է մի քանի անգամ ավելի մեծ թիվ։ Ասենք 500,000 մինչև 1 միլիոն ադրբեջանցի պետք է վերադառնա Հայաստան եւ նրանք սպասում են, թե երբեն հայերը դա անելու։ Օր ասեք մեզ, որ մենք գանք։ Ասել եմ, որ կոնֆերանսա տեղի ունենում Նախիջևանում շուտով հենց այդ հարցով եւ իրենց պետական տնտեսական համալսարանում բացվել է Արևմտյան Ադրբեջանի ֆակուլտետ, որտեղ կախած է Արևմտյան Ադրբեջանի քարտեզը։ Դա մեր քարտեզն է։ Որևէ կասկած չունենաք, որ այս մարդիկ կամաց կսկսեն բերել ադրբեջանցիներին ապրել մեր տարածքում, մեր գյուղերը ազատվելու են Սյունիքում մեծ մասը, Վարդենիսում, Սևանի կողքը, Ամասիայում, Արարատում եւ հետո արդեն Երևանում։ Առաջինը լինելու է դա։ Երկրորդը նրանք արդեն անկլավները զիջել են, Տիգրանաշենը զիջել են, մենք Սյունիքից կտրվել ենք։ Այդ արդեն ընդունեք։
որ դա արդեն եղել է, որտեղ նա հիմա լռում է, նա որ սուսամնում նշանակում է վախում, արդեն արել է, չի ասում։ Հայաստան գալուց հետո ադրբեջանցիները մեզ սկսել են հարցեր տալ։ Այնտեղ լինելու են եւ նորմալ մարդիկ, նրանք բոլորը վատը չեն, բայց լինելու են այն մարդիկ, ովքեր երկար հիշողություն ունեն եւ հիշում են 30 տարվա պատերազմը։ Նրանք սկսել են փնտրել այն մարդկանց, ովքեր պատերազմի ժամանակ, ասենք, ինչ որ գյուղում ինչ որ գործողություններ են արել։ Տեսեք, թե ինչու են մեղադրում Ղարաբաղի ղեկավարությանը, մեր գերիներին Բաքվում, հենց այդ մեղադրանքներն են, թե դուք ինչ եք արել այս գյուղում, այն գյուղում պատերազմի ժամանակ դուք հանցագործություններ եք գործել։ Ադրբեջանցիները գալու են Հայաստան եւ սկսելու են ման գալ այդ մարդկանց։ Ալիևը շատ հնարավոր է պահանջելու է կամաց հանձնել եւ մեր նախագահներին, եւ մեր սպաներին, եւ մեր գեներալներին, եւ բոլոր այն հայերին, ովքեր ծառայել են Ղարաբաղի տարածքում։ Դա տասնյակ հազարավոր մարդիկ են։ Դրան էլ գործը կհասնի։ Հետո ադրբեջանցիները գալու են մեր գյուղերը, ասելու են այս գյուղն էլ է մերը, այս մեկն էլ է մերը։ Մենք ստեղ ենք ապրել, ստեղից էլ դուրս եկեք։ Որևէ վիճաբանություն որ սկսվի, գալու է ադրբեջանական բանակը այդ հարցը փակվելու է։ Եվ տեսեք, մեղրին արդեն հանձնել են մեր ամերիկյան ընկերները, ֆրանսիական ընկերները ասում են Հայաստանը զիջել է իր սուվերենությունը։ Մեր կյանքի ճանապարհը, որը գնում էր Իրանով, որը 90-ականներին մեզ փրկեց, այդ ճանապարհը հիմա փակ է եւ լինելու է իրանց ձեռքում։ Սա արդեն շատ դժվար է լինելու հետ բերել։ Այսինքն ադրբեջանցիների վերադարձ, անկլավների հանձնում, Հայաստանից սկսելու են արտահանել, տանել, հանձնել պատերազմի մասնակիցներին, սպաներին, վետերաններին։ Դրանից հետո ադրբեջանցիները, որոնք եկել են Հայաստան, պահանջելու են քաղաքական իրավունքներ, քաղաքական մասնակցություն, դառնալու են մեր պարլամենտի դեպուտատներ եւ սկսելու են պահանջել որոշ փոփոխություններ։ Կամաց Հայաստանը դառնալու է Ադրբեջանին ենթակա մի փոքրիկ հանրապետություն, սկսելու է հայերի արտագաղթը, դրանից հետո նրանք Սյունիքը կմարզեն, Հայաստանից կմնա Սևանի մի մաս, Էջմիածինի մի մաս, Երևանի գուցե մի մաս, հետո Կոնդել են գալու։ Դրանից հետո Հայաստանը լրիվ շրջափակված կմնա, կամաց բոլոր հայերը դուրս կգան, Թուրքիան, Ադրբեջանը կձուլվեն եւ այլևս երբեք չեն թույլ տա, որ այստեղ Ռուսաստանը նորից հայերին հետ բերի, ինչպես նրանք ասում են եւ ինչպես եղել է իսկապես, եւ մեզ երրորդ անգամ պետություն նվիրի։ Այդպիսի բան չի լինելու։ Սա լինելու է Հայաստանի վախճանը։ Մենք կորցնել ենք մեր երկիրը, քրդերի պես, ասորիների պես ապրելու ենք առանց հայրենիք։ Դա որոշելու եք դուք, եթե դուք ոչինչ չանեք, չգնաք ընտրությունների, եթե թողեք, որ ձեր տեղը իր աղանդի անդամները, որոնք ասում են բոլորիս մորթի մենակ, թորներից մորթի մենակ Նիկոլը ընտրվի, այդ մարդիկ առանց իրենց վիրավորելու աղանդի անդամ են, նրանք հիվանդ են, թույլ մի տվեք, որ նրանք ձեր տեղը որոշեն, թե ինչ է լինելու ապագայում։ Իսկ եթե այդպես լինի, եթե մեր հասարակությունը իսկապես ուզում է ընդունել, որ մենք հպատակ, հլուհնազան ձևով դառնանք ադրբեջանցիների թուրքերի ստրուկը, հրաժարվենք մեր պատմությունից, որ Երևանում սկսեն բռնել Ղարաբաղի պատերազմում մասնակցած մարդկանց, հանել հուշարձանները Անդրանիկ Օզանյանի, Կոմիտասի փողոցի անունը փոխեն, ասեն դուք Կոմիտաս էլ մի լսեք, նա թուրք է, Նարեկ էլ չկարդակ, Նարեկացին Թուրքիայի սահմանում ածնվել, էդ էլ է մերը, հետո կսկսեն ասել այս փողոցների անունները լրիվ փոխեք, ինչ Մալատիա Սեբաստիա, ինչ Կիլիկիա Գարեջուր, ինչ Վանմուշ, այդ սաղ մոռանում եք, ցեղասպանությունից էլ չխոսակ, Ծիծեռնակաբերդը ապամոնտաժեք, այդ ամեն ինչ լինելու է, այս մարդը բոլոր հարցերով զիջելու է։ Եթե մեր հասարակությունը համաձայն է, որ այսպես լինի, ես այլևս ասելու բան չունեմ, թող լինի այնպես, ինչպես դուք ուզում եք։ Ես այլևս որևէ ձևով չեմ մասնակցելու որևէ քաղաքական process-ների Հայաստանում, ոչ էլ մասնակցել եմ, ես քաղաքական մարդ չեմ, ես ուղղակի միջազգային հարաբերություններով զբաղվող մարդ եմ։ Ես մեր ներքին քաղաքականության մասին այլևս որևէ ասելու բան չեմ ունենա, թող լինի այնպես, ինչպես դուք ուզում եք։ Բայց հետո ոչ ոք չասի, որ ձեզ չէին զգուշացրել, թե սրա հետևանքը ինչ է լինելու։ Նորից եմ կոչ անում բոլորիդ հասկանալ, որ սա պատմական պահ է, մեր պատմության մեջ, մեր նոր սարդարապատն է, ինչպես մեր վերլուծաբաններից մեկը շատ լավ ճիշտ ասեց։ Սա մեր նոր սարդարապատն է։ Դուք որոշում եք Հայաստան լինելու է, թե չի լինելու։ Կոչ եմ անում նորից բոլորիդ գնալ ընտրությունների, ընտրել ձեր ցանկացած տեխնացուին, որը հաղթում է 4%-անոց շեմը եւ փորձել փրկել մեր հանրապետությունը։ Ձեզանից է կախված, թե մենք ամսի 8-ին
զարթնելու ենք Հայաստանում, թե Էրմենիստանում։ Դուք եք որոշելու դա։ Շնորհակալություն ձեզ։